արդեն երևի թե այս խոսքը մի քանի ամիս է իմ մեջ շրջանառվում է, ես սրա վրա մտածում եմ, բայց այս վերջի մի քանի օրը դա նաև կարծես հաստատում եղավ, որ պետք է հենց սրանից խոսեմ։ Երբ որ ճամբարում էինք, մեկ օր աղոթքի մեջքերը նորից խոսեց իմ սրտի հետ և ասեց, ես եմ հավատարիմ Աստվածը։ Եվ այս խոսքերի վրա ես սկսեցի մտածել ամեն անգամ, երբ որ ինչ-որ բան իմ կյանքի մեջ կատարվում էր, լիներ դա լավը, թե վատը, օրհնություն լիներ, թե խնդիրներ, դժվարություններ, ամեն անգամ կարծես այս խոսքը իմ սրտին և իմ ականջին նորից հնչում էր։ Ես եմ հավատարիմ Աստվածը։ Եվ ովքեր որ հինգշաբթի օրը սեմինարին ներկա էին, Կարեն եղբայրը խոսեց այդ մասին Աստծո հավատարմության։ Աստծուն ճանաչողության մեջ որպես հավատարիմ Աստված ճանաչելու մասին։ Եվ վստահ եմ, որ ամեն մեկս մեր կյանքի ինչ-որ փուլի մեջ, ինչ-որ էտապի մեջ, ինչ-որ իրավիճակի մեջ ճաշակել և տեսել ենք, փորձառաբար ապրել ենք, վերապրել ենք դա, նրա հավատարմությունը։ Ամեն։ Եթե անգամ դու չես զգացել դա, որ դա Աստծո հավատարմությունից է բխում, և Աստծո հավատարմությունն էր, որ դա քո կյանքի մեջ տեղի ունեցավ, վստահ եմ, որ ինչ-որ միտեղ, երբ որ դու ուշադրություն դարձնես, հետ դառնաս և մտածես դրա վրա, կտեսնես, որ դա ոչ այն մյուսի կողմից էր, ոչ քո կարողությունից էր, ոչ քո հասկացողությունից էր, ոչ քո լավ ու վատ լինելուց էր, այլ դա Աստծո հավատարմությունից բխած էր։ Մենք մեր կյանքի տարբեր իրավիճակների մեջ անցնում ենք դժվարություններով և այդ խնդիրները հաղթահարելով դուրս ենք գալիս։ Սիրելիս, մենք անկարող ենք որպես մարդ, բայց Աստված ամենակարող է և նա խոստացել է մեզ ազատել և նա հավատարիմ է դրա մեջ։ Մենք մեր կյանքի մեջ շատ իրավիճակներում ունենք ինչ-որ բաների կարիքներ և Աստծո խոսքն ասում է, առաջ երկնքի արքայությունը փնտրեք և ամենը կտրվի ձեզ։ Եվ այդ ամենը մեր կյանքի մեջ տարբեր էտապներով, տարբեր իրավիճակների մեջ, տարբեր ձևերով գալիս է, և դա Աստծո հավատարմությունից է։ Ամեն։ Ամեն։ Եվ պատգամը, որ վերնագրել եմ հետևյալն է, հավատարիմ Աստված։ Երբ որ մենք նայում ենք Աստվածաշնչի բովանդակությանը, տեսնում ենք, որ Աստվածաշունչը շատ տեղերում խոսում է հենց դրա մասին, Աստծո հավատարմության մասին։ Եվ Աստված ինքը իր մասին վկայում է, որ ինքը հավատարիմ Աստված է։ Որովհետև այն խոսքը, որ գրված է Աստվածաշնչի մեջ, դա Աստծո հոգուց բխած խոսքն է, սա մարդկային դավանանքը չի։ Դա Աստծո հոգուց բխած խոսքն է, որ մարդկանց միջոցով գրի առնվել և տրվել է։ Եվ Աստված իր խոսքի մեջ տարբեր իրավիճակներում, տարբեր մարդկանց կյանքերի մեջ, տարբեր փորձությունների, դժվարությունների, օրհնությունների մեջ միշտ վկայել է, որ ինքը հավատարիմ Աստված է։ Եվ երբ որ կարդում ենք Հայտնության գրքի 19-րդ գլուխը, տեսնում ենք հետևյալ խոսքը 11 համարում ասում է. Հովհաննեսը, երբ որ իր տեսիլքի մասին գրի առնում և խոսում է, ասում է և տեսա երկինքը բացված և ահա մի սպիտակ ձի, և նա, որ նրա վրա նստած էր, կոչվում էր հավատարիմ և ճշմարիտ։ Աստծո էությունն է հավատարիմ լինելը։ Սա Աստծո բարոյական հատկանիշներից մեկն է հավատարմությունը։ Եվ նա իր էությամբ հավատարիմ է։ Եվ նրա վրա գրված է հավատարիմ և ճշմարիտ։ Երբ որ Հովհաննեսը իր հափշտակության տեսիլքի մեջ տեսավ այդ սպիտակ ձիավորին, նա չասեց, որ ինչ-որ մեկը ասեց հավատարիմ է, նա չասեց, որ ինչ-որ մեկը դատավանեց կամ այդ ձիավորը ասեց, այլ հենց ձիավորի վրա ասում է գրված էր հավատարիմ և ճշմարիտ։ Այսինքն այդ ձիավորը Քրիստոսն էր, որ պիտի գա, և Քրիստոսի մասին Աստծո խոսքը ասում է, որ նա հավատարիմ է և նրա էությունից դա ուղղակի արտացոլվում է։
Եվ երբ որ մենք նայում ենք մեր կյանքերի մեջ, շատ անգամներ կտեսնենք, որ երբ որ Աստված գալիս է մեր կյանքերի մեջ, նրա ներկայությունն արդեն իսկ այդ հավատարմությունն է խորհրդանշում, որովհետև Տերն ասեց. ես ձեզ մենակ չեմ թողնի։ Ամեն։ Հիսուս երբ որ համբարձվում էր, երբ որ գնում էր հոր մոտ, նա ասեց. ես ձեզ մենակ չեմ թողնելու։ Եվ շատ անգամներ սիրելիներս մեր կյանքի մեջ, երբ որ ինչ-որ իրավիճակում տեսնում ենք կամ զգում ենք, որ հենց այդ պահին, հենց այդ աղոթքի ժամանակ, երբ որ մենք կանգնած ենք նրա առաջ եւ աղոթում ենք եւ նրա ներկայությունը գալիս է, մենք հոգու մեջ դա պիտի տեսնենք, ինչպես Հովհաննեսը, որ նա գալիս է, նա ներկա է եւ նա հավատարիմ է իր խոսքը կատարելու, որովհետեւ նա ասեց. մենակ չեմ թողնի եւ նա այստեղ է, որպեսզի դու մենակ չլինես քո այդ իրավիճակի մեջ։ Ամեն։ Եվ մեկ ուրիշ հատվածում, երբ որ կարդում ենք Եսայիա մարգարեության մեջ, 25-րդ գլխի առաջին խոսքը, Եսայիա մարգարեն հետևյալն ասում է. Տեր, դու ես իմ Աստվածը, եւ ես բարձրացնում եմ քեզ, գովերգում եմ քո անունը, որովհետեւ դու սքանչելի գործեր կատարեցիր, հավատարիմ ու ճշմարիտ վաղեմի խորհուրդներ։ Բնագրի թարգմանության մեջ, երբ որ նայում ենք այս խոսքի վերջին հատվածին, հետևյալ ձևակերպված խոսքը ասում է. հրաշքներ կատարեցիր եւ վաղեմի խոստումներ ճշմարիտ հավատարմությամբ։ Այսինքն Աստված մեր կյանքի մեջ բաներ է խոսել, մեր կյանքի մեջ բաներ է կատարել եւ դա այդ ամենը նա կատարում է իր ճշմարտությամբ եւ իր հավատարմությամբ։ Երբ որ մենք նայում ենք Աստծո խոսքին թվոց գրքի մեջ, Աստծո խոսքը Աստծո մասին հետևյալն ասում. Աստված մարդ չի, որ սուտ խոսի։ Տես ես եւ դու կարող ենք սուտ խոսել։ Մենք ինչ որ իրավիճակների մեր կատարած գործերը արդարացնելու կամ չկատարած գործերը արդարացնելու համար մենք կարող ենք պատճառաբանություններ եւ սուտ օրինել։ Բայց Աստված երբեք իր կատարած կամ չկատարած բաների համար սուտ չի խոսում, նա ճշմարիտ է։ Ինչ որ անում է նա ճշմարտությամբ անում եւ ինչ որ նա անում է հավատարմությամբ է կատարում դա։ Որովհետև նա ասել է, որ պիտի կատարի քո կյանքի մեջ, նա ասել է, որ պիտի քեզ ուղղի, նա ասել է, որ քեզ պիտի բարձրացնի, նա ասել է, որ քո կյանքում մեղքը պիտի հանդիմանի, նա երբեք չի ստում, նա ճշմարտությամբ եւ արդարությամբ է մոտենում այդ ամենին եւ հավատարմությամբ կատարում է այն ամենը, ինչ որ ասել է։ Վստահ եմ, երբ որ դու այս խոսքերը լսում ես, քո կյանքի մեջ ինչ որ բաներ բարձրանում է հիմա, ինչ որ բաներ հիշում ես, որ Աստծուց ունես խոստումներ, ինչ որ բաներ, որ Աստված քեզ ասել է, կամ ինչ որ բաներ, որ Աստծո խոսքի մեջ կարդացել ես, որ Աստված դա կարող է անել, երբ որ դու նրան մոտենաս։ Եվ գուցե այսօր այս պահին քո ներսում այդ փափակ, այդ նախանձավորությունը բարձրանա, որպեսզի Աստծո հավատարմությունը քո կյանքի մեջ տեսնես։ Ես հավատացնում եմ քեզ սիրելի Աստծո զավակ, երբ որ դու նախանձավորությամբ կմոտենաս եւ կասես. Տեր, ես ուզում եմ քո հավատարմությունը իմ կյանքի մեջ տեսնեմ, այս ոլորտների մեջ, այս խոստումների մեջ, այս ամենի մեջ ես ուզում եմ քո հավատարիմ ձեռքը տեսնել իմ կյանքի մեջ, դու կտեսնես դա, որովհետեւ նա հավատարիմ է կատարելու այն, ինչ որ ասել է, ինչ որ որոշել է, ինչ որ դու փափագել եւ խնդրել ես նրանից, նա հավատարիմ է։ Մեկ ուրիշ դավանանք, որ Աստծո խոսքը տալիս է Աստծո հավատարմության մասին։ Երկրորդ Օրինաց 32-րդ գլուխ 4-րդ խոսքը ասում է. հավատալիք, Աստծո գործերը կատարյալ են, քանի որ արդար են նրա բոլոր ճանապարհները։ Աստծո ամեն գործերը կատարյալ են, նա անկատար ոչինչ չի անում։ Ինչ որ ստեղծեց, կատարյալ ստեղծեց։ Ինչ որ անում է, նա կատարյալ անում, նա կիսատ ոչ մի բան չի թողնում, թերի ոչինչ չի անում։ Նա ամեն բան իր կատարելությանն է հասցնում։ Եվ այն ինչ որ անում է, Աստծո խոսքն ասում է, նրա բոլոր ճանապարհները արդար են։ Նա արդարության ճանապարհով է անում։ Կեղծիքով որևիցե բան չի անում, նա արդարությամբ է ամեն բան անում։ Եվ շարունակության մեջ ասում է, Աստված հավատարիմ է։ Եվ Թեսաղոնիկեցիների գրքի մեջ Պողոս առաքյալը Թեսաղոնիկեի եկեղեցում հետևյալն է ուղղում խոսք ասում է.
5-րդ գլխի 24 համարն եմ կարդում, ասում է հավատարիմ է նա, ով կանչեց եւ որը դեռ կանգնել։ Հավատարիմ է ինձ եւ քեզ կանչողը։ Գիտեք, Աստված երբ որ ինձ կանչեց, քեզ կանչեց, այն մյուսին կանչեց իր ներկայության մեջ լինելու, նորից իր հոտին միանալու, նորից իր հետ հաղորդակցության կապը վերականգնելու, իր հետ մտերիմ լինելու, իր ներկայությունը վայելելու համար, նա ուղղակի չկանչեց եւ իր ձեռքերը մի կողմ քաշեց, ասեց կանչել եմ, մնացածը քո գործն է։ Նա դեռևս կատարում է այդ ամենը։ Պողոսն ասում է, նա որ կանչեց, դեռ շարունակաբար դա կատարում է եւ դա կանի նորից։ Անկամ եթե դու ինչ-որ ժամանակի մեջ հետ դարձ ունենաս, ինչ-որ խնդիրներից ելնելով դու միգուցե Աստծուց երես թեքես, նա նորից հավատարիմ է քեզ կանչելու եւ նորից բերելու իր ներկայության մեջ, որովհետեւ քո կյանքի համար գինը վճարված է։ Եվ նա անձամբ այդ գինը վճարել է քեզ համար, եւ նա հավատարիմ է նորից ու նորից քեզ կանչելու դեպի իր ներկայությունը, դեպի այն օրհնությունները, դեպի այն հավիտենական կյանքը, որ իր մեջ ունի։ Եվ Հռոմեացիների թղթի մեջ Պողոս առաքյալը 3:3-ում ուրեմն ինչ, եթե ոմանք հավատարիմ չմնացին։ Գիտեք, իրականում շատ մարդիկ կան, ովքեր այդ կանչին հավատարիմ չեն։ Աստված կանչում է, նրանք գալիս են, բայց նորից հետ են գալու։ Եվ Պողոսը անդրադառնալով նման իրավիճակ դեպքերին ասում է, անգամ եթե նման դեպքեր կան, անգամ եթե ձեր շուրջը, ձեր մեջ կան մարդիկ, ովքեր հավատարիմ չեն գտնվել այդ կանչին։ Ինչ է նշանակում, միթե նրանց անհավատարմությունը Աստծո հավատարմությունը կարող է խանգարել։ Գիտես սիրելիս, իմ անհավատարմությունը երբեք ու երբեք Աստծո հավատարմության վրա չի ազդում։ Անկամ եթե ես ինչ-որ պատճառներով երես եմ թեքել նրանից, անգամ եթե ինչ-որ խնդիրներից ելնելով, ինչ-որ դժվարություններից ելնելով, ես թողել եմ նրա ներկայությունը եւ դուրս եկել նրա ծածկոցից, նա այն սիրող հայրն է, որ երբեք իր հավատարմությունը չի ուրանում, չի մոռանում եւ դրանից իր հավատարմությունը երբեք չի փոխվում։ Եթե ես նորից վերադառնամ, նա նորից պատրաստ է ինձ գրկաբաց ընդունելու, որովհետեւ հավատարիմ է իր կանչի մեջ։ Նրա կանչը մեկ անգամյա չի, նրա կանչը ժամանակավոր չի, նա կանչում է այնքան, մինչև որ իր վերջնաժամկետը կլինի, այն որոշված ժամանակը, որ այլևս վերջ։ Մինչև այդ վերջի ակնթարթը դու ունես հնարավորություն այդ կանչին եւ Աստծո հավատարմությանը արձագանքելու դրականորեն։ Եվ ցանկացած ակնթարթի մեջ, երբ որ դու նրա կանչին կդավանես եւ կասես այո ես Տեր, ահա ես Տեր, նա պատրաստ է այն բոլոր օրհնությունները, որ քեզ համար պատրաստված էր հավիտենականության մեջ, բերի քո կյանքի մեջ։ Անկամ եթե դու այդ օրհնությունը, այդ զորությունը պետք է վայելես ընդամենը մի ակնթարթ եւ միանաս նրան։ Աստծո խոսքի մեջ կարդում ենք, որ մի ավազակ կար, որ Քրիստոսի հետ խաչի վրա էր։ Եվ նա իր սրտի մեջ մի դավանանք ունեցավ. Տեր, ես ուզում եմ քո հետ լինել։ Նա արձագանքեց Քրիստոսի այդ կանչին, եւ հենց այդ ակնթարթի մեջ Քրիստոսի պատասխանը սա էր. այսօր եւ ինձ հետ կլինես դրախտի մեջ։ Գիտես սիրելիս, կապ չունի ինչքան ժամանակ ես դու նրան մերժել եւ հրաժարվել նրա կանչից։ Մեկ ակնթարթ, եթե դու քո սիրտը բացես եւ ասես այո Տեր, ես փափագում եմ, ես ուզում եմ լինել քո հետ, ների ինձ, նա պատրաստ է նորից քեզ ներելու եւ վերցնելու իր ներկայության մեջ, այն դրախտային օրհնությունների եւ հավիտենական կյանքի մեջ, որը պատրաստած է քո համար։ Եվ կապ չունի, թե դու որքան ես նրան մերժել, նա հավատարիմ է։
նա հավատարիմ է։ Ուզում եմ սա դավանես հիմա քո շուրթերով։ Նա հավատարիմ է։ Անկամ եթե ես անհավատարիմ եմ, նա հավատարիմ է։ Որովհետև Տիմոթեոսի թղթի մեջ Պողոսը երբ որ իր գործակցին իր աշակերտին թուղթը ուղարկում է այս նամակը երկրորդ Տիմոթեոս 2-րդ գլուխ 13 խոսքի մեջ ասում է. եթե հավատարիմ չմնանք, նա հավատարիմ է մնում, քանի որ ինքն իրեն չի կարող ուրանալ։ Այն ամենը, որ իր էության մեջ է, Աստված չի կարող դա փոփոխել, դա չի կարող մոռանալ, դա չի կարող ուրանալ, որ ինքը այդպիսին է։ Նա չի կարող իր էության այդ բնավորության գծի վրա աչք փակել, ինչա ես ու դու մեղանչել ենք, ինչա ես ու դու մերժել ենք նրա կանչը, նրա էությունից է։ Գիտեք, Աստված ամենագետ Աստված ամեն, եւ նա գիտեր, որ Ադամն ու Եվան պետք է մեղք գործեն։ Եվ նա գիտի, որ մենք այս կյանքի մեջ, այս իրավիճակի մեջ պետք է սայթաքենք, պետք է խնդիրների մեջ լինենք։ Գիտի ինչ որ իրավիճակի մեջ մենք պետք է իրան մոռանանք, բայց նա հավատարիմ է։ Եվ նորից ու նորից, երբ որ մենք մոտենում ենք իրան, նա նորից ներում է շնորհում մեզ, նորից սրբացնում է, նորից մաքրում է իր որդու արյունով եւ նորից ասում է. ինձ սիրելի որդի։ Եվ երեք բան Աստծո հավատարմության, երեք ոլորտ, որ առանձնացրել եմ եւ ուզեմ սրանց մասին խոսեմ։ Հայտնության գրքի մեջ Հիսուսի մասին ասում է հավատարիմ վկա եւ բարեխոս Աստված։ Հայտնության առաջի գլուխ 5-րդ խոսքը, երբ որ կարդում ենք առաջի գլուխ 5-րդ խոսքը, հետեւյալն ասում է եւ Հիսուս Քրիստոս հավատարիմ վկայից, երբ որ Հովհաննեսը 7 եկեղեցիներին նամակները ուղարկում է, գրում է, որ Հովհաննեսից այդ նամակները եւ ողջունի խոսքեր է տալիս եւ ասում է այն 7 հոգիներից, որ նրա աթոռի առաջ են, այսինքն Աստծո աթոռի առաջ, եւ շարունակության մեջ 5-րդ խոսքը ասում է եւ Հիսուս Քրիստոս հավատարիմ վկայից։ Այսինքն այն խոսքերը, որ ուղարկված էր Աստծո կողմից 7 եկեղեցիներին, այն խոսքերը, որ այսօր իմ ու քո կյանքի մեջ գալիս է, դա նրա հավատարմությունից եւ նրա հավատարիմ վկա լինելուց է գալիս։ Գիտեք ինչ է նշանակում հավատարիմ վկա։ Սա նշանակում է, որ նա կանգնած է Աստծո առաջ։ Աստծո խոսքն է ասում դրա մասին, որ Հիսուսը մեր եւ Աստծո մեջտեղ կանգնած է որպես բարեխոս, որպես վկա։ Եվ նա մեր կյանքի տարբեր ոլորտների մասին, տարբեր իրավիճակների մասին, մեր կատարածի ու չկատարածի մասին Աստծո առաջ վկայում է եւ դավանում է, եւ բարեխոսում է։ Եվ նրա վկայությունը Աստծո առաջ ճշմարիտ է եւ ուղիղ է։ Իմ եւ քո մասին այն ինչ որ վկայում է, նա ճշմարտությամբ եւ արդարությամբ վկայում է Աստծո առաջ։ Եվ այն ինչ որ Աստծո մասին մեզ վկայում է, դա նույնպես ճշմարիտ է եւ հավատարիմ է։ Նա երբեք չի ստում Աստծո մասին այն ինչ որ խոսում է մեզ հետ, այն ինչ որ իր խոսքի մեջոցով խոսեց, ամեն։ Եվ այն ինչ որ հայտնությամբ մեր սրտերի հետ խոսում է, դա ճշմարիտ է Աստծո մասին։ Եվ դա վկայում է ինքը մեր սրտերին, իր հոգու միջոցով։ Եվ այն ինչ որ Աստծո առաջ մեր մասին վկայում է, դա նաև Աստծո կողմից ընդունվում է որպես ճշմարտության խոսք, ճշմարտության վկայություն եւ Աստված հավատարիմ է պատասխան տալու այդ ամեն վկայությանը, արձագանքելու այդ ամեն վկայությանը։ Աստված հավատարիմ վկա է։ Եվ Պողոս առաքյալը դրա համար ասում է, ով է որ դատապարտում է։ Ով կարող է ինձ եւ քեզ դատապարտել։ Արդյոք ես կարող եմ Զավելին դատապարտել, թե ոչ։ Մարդկայնորեն կարող եմ իմ շուրթերով, իմ խոսքերով դատապարտել, բայց դատողը եւ դատաստանանողը միայն Աստված է։ Դրա համար Պողոսը ասում է, ով է որ դատապարտելու է։ Քրիստոս Հիսուսը, որը մեռավ, եւ Պողոսը ավելի աջակցում, որը ավելի եւս ասում է, առավել եւս որ հարություն է առավ,
եւ որը Աստծո աջ կողմում նստած է եւ մեզ համար բարեխոսում է։ Միայն Քրիստոս իրավունք եւ իշխանություն ունի դատելու եւ դատաստան անելու, որովհետեւ նա իմ քո համար մեռավ, հարություն առավ Աստծո զորությամբ եւ Աստծո իշխանությամբ իր աջ կողմում է իմ եւ քո համար բարեխոսելու, իմ եւ քո համար դավանություն եւ վկայություն տալու, մեր արած ճշմարիտ գործերի համար դավանություն տալու, մեր արած սխալ գործերի համար դավանություն տալու եւ վկայություն տալու եւ այն ամեն խնդրվածքների ու կարիքների համար, որ մենք ունենք մեր կյանքի մեջ, Հայր Աստծո առաջ կանգնելու եւ ասելու քո այս զավակը այս բանի կարիք ունի։ Որովհետեւ Հիսուսը երբ որ խոսում էր իր աշակերտների հետ, ասեց այն ինչ որ իմ անունով հորից խնդրեք, պիտի ստանաք։ Եվ դրա համար նա հոր եւ մեր միջև կանգնած է բարեխոսելու, երբ որ մենք ինչ որ աղոտ եւ խնդրված բարձրացնում ենք դեպի Աստված, այդ աղոթքն ու խնդրվածքը հասնում է Քրիստոսին որպես միջնորդ, որպես բարեխոս, որպես վկա կանգնած հոր եւ մեր միջև եւ դա փոխանցում է հորը եւ ասում է այս ամենի համար է իմ արյունը թափվել։ Այս անձնավորության համար է իմ կյանքը դրվել եւ ես դրա համար վկայում եմ Հայր, որ պատասխանես դրան։ Որովհետև նա հավատարիմ է եւ ճշմարիտ է։ Երկրորդ բանը, որ տեսնում ենք Աստծո հավատարմության բնավորության մեջ այն ոլորտը, որտեղ նա իր հավատարմությունը դրսևորում է, դա դրսևորում է իր խոստումների մեջ։ Աստված հավատարիմ է իր բերանից դուրս եկած ամեն խոսքը եւ խոստումը կատարելու։ Եբրայեցիների թղթի հեղինակը 10-րդ գլուխ 23 խոսքում, երբ որ կարդում ենք, ասում է, որ հավատարիմ է խոստացողը։ Նա ով որ խոստացավ, նա հավատարիմ է դա կատարելու։ Եվ հաջորդ գլխի 11-րդ գլխի 11 խոսքում, երբ որ խոսում է մի անձնավորության մասին, Սառայի մասին, ով անպտուղ էր եւ չէր կարող ծնել, որդի ունենալ, ասում է, եւ նա իր ծերության մեջ որդի ունեցավ, որովհետեւ հավատարիմ համարեց նրան, ով կարող էր դա կատարել։ Գիտեք, սիրելի Աստծո ժողովուրդ, սիրելի Աստծո զավակ, գուցե քո կյանքի մեջ ինչ որ բաներ կան ուշանում են ըստ քեզ, որովհետեւ Աստծո մոտ որևիցե բան չի ուշանում երբեք։ Նա ամեն բան կատարում է ճիշտ ժամանակին, ճիշտ ձևով եւ ճիշտ տեղում։ Մենք ենք որ կարծում ենք, թե Աստված ուշացավ ինչ-որ բանի մեջ։ Մենք ենք որ կարծում ենք, որ երբ որ մենք Աստծուն ասեցինք, հենց այդ ակրթարթին միանգամից այդ մեր խնդրվածքը պետք է մեր գլխին թափվի։ Ոչ սիրելիս։ Աստված գիտի երբ, ինչ ձևով եւ որտեղ, ինչ միջոցով, ում միջոցով դա բերի քո կյանքի մեջ։ Եվ դա կատարյալ է, եւ նա հավատարիմ է դրա մեջ, կատարելու այդ ամենը։ Եվ երբ որ Սառան հավատարիմ համարեց Աստծուն, որ խոստացել է եւ նա կարող է դա անել, իր կյանքի մեջ եկավ իր խոստերության մեջ։ Եվ երբ որ ես եւ դու կարողանանք հավատարիմ համարել Աստծուն, որ խոստացել է մեր կյանքի մեջ այդ օրհնությունները, այդ դժվարություններից մեզ ազատ արձակելը, մեզ տանել հավիտենական կյանքի մեջ, մենք կլինենք դրա մեջ, ինչը որ նա խոստացել է։ Մենք կունենանք այդ ամենը, ինչը որ նա խոստացել է։ Որովհետև Աստված հավատարիմ Աստված է։ Ամեն։ Տիտոսի թղթի մեջ 1:2 համարը ասում է հավիտենական կյանքի հույսով, որ հավիտենական ժամանակներից առաջ խոստացավ անսուտ Աստվածը։ Հավիտենական կյանքի հույս ունես։ Ամեն։ 2-3 հոգի։ Դու ունես հավիտենական կյանքի հույսը, սիրելի։ Սրա մասին դու պիտի չկասկածես։ Դու ուղղակի պիտի սրա համար ուրախությամբ եւ ցնծությամբ ասես. ես ունեմ հավիտենական կյանքի հույսը։ Սա է այն հավատքը, որ Աստծուց գալիս է։ Դու պիտի սրա մեջ չերկմտես,
Սա է այն դավանանքը, որ ցույց է տալիս, որ դու հավատարիմ ես համարում նրան։ Եթե դու կասկածում ես, դու մտածում ես, որ դու ինչ-որ բան ունես անելու այդ հավիտենական կյանքը ժառանգելու համար։ Բայց դրա մեջ իմ և քո քայլը ոչինչ է, զրոյական է, մենք ուղղակի պիտի հավատանք։ Տեր, դու հավատարիմ ես, և ես հավատում եմ, որ ես ունեմ այդ հավիտենական կյանքը, որովհետև դու դա ինձ համար պատրաստել ես, որովհետև դրա համար քո որդին խաչվել, մահացել, հարություն առել և իմ և քո մեջտեղ կանգնած է, և խոսում է, բարեխոսում է, անգամ եթե ես սխալվում եմ, անգամ եթե ես սայթակում եմ, անգամ եթե ես ինչ-որ ձևով երես եմ թեքում քեզանից, այդ Աստվածը Քրիստոսը իմ և քո մեջտեղ կանգնած է, բարեխոսում է, որ ես նորից ու նորից վերադառնամ այդ հույսին։ Եվ սիրելիս ուզում եմ դու սա ամուր բռնես քո կյանքի մեջ և միշտ դավանես, ես ունեմ այդ հույսը, և այդ հույսը գալիս է Աստծուց և նրա հոգուց, և ամեն օր Սուրբ Հոգուն խնդրի այդ հույսի դավանանքը քո մեջ արթնացնի ամեն ժամանակ, որովհետև անսուտ Աստվածն է խոստացել քեզ դա։ Եթե ես խոստացած լինեմ, կարող ես չհավատալ։ Եթե ես խոստացած լինեմ, որ քեզ կուղարկեմ հավիտենական կյանք, դու կարող ես դրա վրա խաչ քաշել մեծատառով, բայց եթե Աստված է խոսել և Աստծո խոսքը իր մասին դավանում է, որ նա ստախոս չի, նա ճշմարիտ է և արդար է, նա հավատարիմ է և նա դա պիտի անի քո կյանքի մեջ։ Ամուր բռնիր այդ դավանության խոսքից և առաջ գնա դեպի հավիտենական կյանքը։ Եվ դրա համար Հռոմեացիների թղթի մեջ, երբ որ կարդում ենք Պողոս առաքյալի խոսքերը, Պողոսը այստեղ հորդորում է ամեն մի հավատացյալին, ասում է, և Աստծո խոստման հանդեպ անհավատությամբ չերկմտենք։ Նա խոսում է Աբրահամի մասին և ասում է, որ Աբրահամը Աստծո խոստման հանդեպ անհավատությամբ չերկմտեց։ Եվ սա ամեն մեկիս համար օրինակ է, վերագրելու ինձ և քեզ և ասելու Աստծո խոստման հանդեպ անհավատարմությամբ չպիտի երկմտենք ես։ Եվ երբ որ մենք Աստծո խոսքի հանդեպ հավատարիմ ենք և կանգնում ենք, և ասում է այլ հավատով զորացավ։ Ուզում եմ այսօր քո հավատքը զորացնես։ Եվ եթե ինչ-որ տեղ տկարություն ունես, Տիրոջը խնդրես, Հայր, իմ հավատքը զորացրու։ Քո խոստման հանդեպ իմ հավատքը զորացրու Տեր։ Եվ Պողոսը շարունակության մեջ ասում է, և հավատքով զորացավ և փառք տվեց Աստծուն։ Գիտեք, Աբրահամը դեռևս չէր տեսել այն խոստումը, որ Աստծուց առել էր։ Աստված նրան խոստացել էր, որ ծովի ավազների չափ և երկնքում գտնվող աստղերի չափ սերունդ պիտի տա։ Աբրահամը դա դեռևս չէր տեսել և իր կյանքի ամբողջ օրերի մեջ չտեսավ է ֆիզիկապես։ Բայց նա Աստծո խոսքն ասում է, հավատքով զորացավ, չերկմտեց այն խոստմանը, որ Աստված տվել է, և դեռևս դա չկատարված տեսնելով իր կյանքի մեջ, փառաբանեց Տիրոջը։ Ուզում եմ այսօր, երբ որ դու կկանգնես աղոթքի, անկախ նրանից, դեռևս այն խոստումները, որ Աստված տվել է քեզ, քո կյանքի մեջ դրանք իրականություն դարձել են, թե ոչ, փառաբանես Տիրոջը։ Ուղղակի փառաբանիր։ Չկատարվածները արդեն կատարվածի պես ընդունիր քո կյանքի մեջ։ Սա է հավատքը։ Սա է հավատքը, որ դրան բերում է քո կյանքի մեջ։ Սա է հավատքը, որ Աստծո խոստումները արձակում է քո կյանքի մեջ։ Ուղղակի փառաբանիր։ Եվ վստահ եմ կտեսնես այն ամեն օգնությունները, որ Աստծուց ինչ-որ ժամանակում խնդրել ես և փափագել ես։ Եվ ասում է, և իր մտքում համոզված էր, որ նա խոստացավ, կարող է կատարել։ Ինչ հրաշալի զույգ է, չէ՞։ Մարդուկին վստահություն ունեին, համոզվածություն ունեին, դավանություն ունեին, որ նա որ խոստացել է իրանց, նա կարող է կատարել։ Չնայելով իրանց մարմնի ծերությանը,
Չնայելով ֆիզիոլոգիական արդյունքներին, դա կարող է լինի թե ոչ, նրանք հավատացին, որ Աստված կարող է, նա ամենակարող է։ Չգիտեմ դու ինչն ես քեզ համար անկարելի համարում, բայց սիրելիս ուղղակի մի հորդոր որ ուզում եմ քեզ տամ, որևիցե բան Աստծու հանդեպ անկարելի մի համարիր։ Չկա տենց մի բան, որ Աստված չկարողանա անել։ Չկա տենց մի բան, որ Աստված չկարողանա դա կատարել։ Նա կարող է ամեն բան։ Եվ Սաղմոս 126-5-րդ խոսքը արտասուքով ցանողները ցնծության պիտի հնձեն։ Ինչի համար, որովհետև Աստված հավատում է։ Որովհետև Աստված խոստացել է, որ երբ որ դու ցանում ես, դու պիտի հնձես։ Անկախ նրանից այդ ցանցը դժվարությամբ ես կատարել, նեղություններով ես կատարել, անկախ նրանից այդ ծառայությունը, որ դու մատուցել ես, դժվարությամբ եղել, քո ժամանակից ես ներդրել, քո կարողությունից ես ներդրել, այն ամենը ինչ որ դու Աստծո դաշտի մեջ ցանում ես, դրանք պետք է իրանց պտուղը վերադարձնեն քեզ, պետք է տան իրանց պտուղը, դու պետք է հնձող լինես նաև, եթե ցանել ես, դու պետք է նաև հնձես, դա լինի ֆինանսական ցանցը, դա լինի հոգևոր ցանցը, դա լինի քո ժամանակի և ֆիզիկականի ցանցը, ինչ որ ցանում ես Տիրոջ դաշտի մեջ, այդ դաշտը միշտ պատղապու է, այդ դաշտը միշտ քեզ դարձնում է նաև հնձող, սա Աստծո հավատարմությունից է բխում, որովհետև Աստված խոստացավ Իսրայելին ասեց, իմացիր ուրեմն, որ քո Տեր Աստվածն է Աստված, հավատարիմ Աստված է, որ իրեն սիրողների և իր պատվիրանները պահողների մինչև 1000-րդ սերունդը ուխտ ու ողորմություն պիտի պահի։ Դու պատկերացնում ես, ոչ թե քո որդին, ոչ թե քո թոռը, ոչ թե քո ծոռը, եթե սրանից են կգնանք մեր հաշվարկը չի բավարարի, չենք կարող։ 1000-րդ սերունդ Աստծո խոսքն ասում է։ Այսինքն այնպիսի մի հավատարմություն, որ մենք չենք էլ կարող հաշվել, հաշվարկներ անել, թե որտեղ է դա հասնում։ Աստծո խոսքն ասում է, երբ որ դու նրա առաջ կանգնում ես ուղղությամբ, հավատարիմ ես համարում նրան, նրա խոստումներին և նրա պատվիրանների հետ հաշվի ես նստում ճշմարտությամբ, Աստված իր խոստումները քո կյանքի մեջ կբերի ու ոչ միայն քո կյանքի մեջ, այլ քո սերունդների մինչև 1000-րդ սերունդը։ Ամեն։ Այսօր Տիրոջ առաջ կանգնիր նրան հավատարիմ համարելով, նրան երկրպագելով, քո սերունդները նրա առաջ բերելով, քո սերունդների մեջ հռչակելով Տիրոջ օրհնությունը։ Գիտեք սիրելիներս, երբ որ մենք նոր էինք ամուսնացել և դեռևս մեր առաջնեկին էինք սպասում, նոր էր այդ ամենը, նոր ծրծան ենք։ Ես Տիրոջից մի խոսք ստացա, որ իմ սերունդների մեջ պետք է հռչակեմ Տիրոջ կամքը և նրա օրհնությունները։ Եվ ես գրեթե ամեն օր, սուտ չեմ ասի, որ ամեն օր, գրեթե ամեն օր, երբ որ կանգնում էի Տիրոջ առաջ, ես իմ սերունդները բերում էի նրա առաջ։ Հիմա էլ, երբ որ ես նրա առաջ կանգնում եմ մաղոթքների մեջ, միշտ իմ սերունդները բերում եմ իր առաջ։ Եվ իմ սերունդները չի սահմանափակվում ոչ իմ դուստրերով իմ զավակով, ոչ էլ նրանց դուստրերով ու զավակներով։ Ես հավատում եմ, որ իմ սերունդները դեռևս շատ են լինելու։ Եվ ես այդ ամեն սերունդների վրա խոսում եմ Աստծո կամքը և նրա օրհնությունները։ Ինչպես Հակոբը խոսեց, Իսահակը խոսեց Հակոբի կյանքի մեջ, երկնքի և երկրի օրհնություններով, ես իմ սերունդների կյանքի վրա հռչակում եմ երկնային և երկրային օրհնությունները։ Եվ ուզեմ սիրելիս դու էլ քո սերունդների վրա հռչակես այդ ամենը։ Հռչակես նրանց կյանքի մեջ աստվածապաշտությունը և Աստծո պատվիրանների հանդեպ ուղղությամբ և ճշմարտությամբ վարվելը։ Եվ վստահ եմ Աստծո խոստումների
հավատարմությունը կտեսնես նրանց կյանքի մեջ։ Ամեն։ Եվ վերջի բանը, որ կասեմ, Աստված հավատարիմ է ներելու և ազատելու։ Առաջի Հովհաննես, առաջի գլուխ 9-րդ խոսքում Աստծո խոսքն ասում է. եթե մենք մեր մեղքերը խոստովանենք նրան, նա հավատարիմ է ներելու։ Աստված հավատարիմ է, երբ որ մենք կանգնում ենք նրա առաջ և գիտակցում ենք, որ մենք մեղավոր ենք, որ մենք սխալվել ենք, սխալական ենք, սայթակել ենք։ Եվ ասում է, երբ որ դու դա խոստովանում ես նրան, նրա առաջ կանգնում ես ուղիղ սրտով և ասում ես, այո Տեր, ես այդպիսին եմ, Աստված հավատարիմ է ներելու քո մեղքերը։ Հակոբը մեկ օր կանգնած Աստծո առաջ, երբ որ պայքարում էր և Աստված հարցրեց նրա անունը, նա ասեց, այո, ես Հակոբն եմ։ Նա դավանեց դա, նա խոստովանեց, որ ինքը իր անվան կրողն է և այդ ամենը կատարել է ինքը։ Աստծո առաջ սխալական է եղել ինքը։ Նա չվերագրեց, որ իր սխալը իր եղբոր մեջ էր, նա չվերագրեց, որ հայրը սխալվեց այդ ամեն ինչի մեջ, նա ասեց, ես եմ Հակոբը։ Եվ այդ ժամանակ էր, որ Աստված ուխ տարեց նրա հետ և ասեց, այլևս դու Հակոբ չլինես, այլ Իսրայել։ Գիտեք, սիրելիներս, երբ որ մենք կանգնում ենք և ասում ենք, այո Տեր, ես սուտասան Արթուրն եմ, ես մեղք գործող Արթուրն եմ, ես այս իրավիճակի մեջ սխալվող Արթուրն եմ, նա ասում է, այլևս դու այդպիսին չլինես, դու իմ աչքերում այլևս այդպիսին չես, ես քեզ ներում եմ և այլևս իմ տեսադաշտը փոխվում է քո հանդեպ, այլևս ես իմ Քրիստոս որդու արյան միջոցով եմ նայում, որը քեզ այլևս չի դարձնում մեղավոր, այլ դարձնում է արդար։ Նա այլևս քեզ դավանում է արդար Արթուրը, ճշմարիտ և ուղիղ Արթուրը, երբ որ մենք կանգնում ենք նրա առաջ և խոստովանում, և ասում են նա մոռանում է դա։ Նա այլևս քո անցյալի մեղքերը չի հիշում, մեկ անգամ ջնջեց, այլևս չի անդրադառնում դրան, ներում է, մաքրում է և այլևս ուրիշ ձևով է նայում քեզ։ Մենք ենք, որ շատ անգամներ հետ ենք նայում և մտաբերում ենք, տեսնում ենք, փորփրում ենք մեր անցյալները, մեր վերքերը սկսում ենք փորել, մենք այսպիսին էինք։ Եվ սա սատանայի որոշումն է, նպատակն է, որ անընդհատ այդ վերքերը արունահոսի։ Բայց Աստված այդ վերքերի վրա դնում է յուղը և տարմանը։ Մաքրում է իր ներկայությամբ, բժշկում է իր ներկայությամբ և ասում է, ես չեմ ուզում, որ այլևս դա արունահոսի քո կյանքի մեջ։ Եվ դա նա անում է իր հավատարմությամբ։ Եվ Կորինթացիների թղթի մեջ առաջի Կորինթացիս 10-րդ գլուխ 13 խոսքը, երբ որ կարդում ենք, ասում է, ձեզ ուրիշ փորձություն չի պատահելու։ Կորինթոսի եկեղեցում Պողոսը երբ որ խոսում, ասում է, ձեզ ուրիշ փորձություն չի պատահել։ Դեռևս որևիցե փորձություն չի եղել, որ ձեր կյանքում լինի, և ասում է, բացի մարդկային փորձությունից, այն ինչ որ մարդկային ուժերին համապատասխան է, մարդկային կարողության համապատասխան է։ Եվ ասում է, բայց Աստված անգամ դրա մեջ էլ հավատարիմ է, որ փորձության նա ձեզ մենակ չի թողել, ասում է, նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ էլ ելքն էլ կպատրաստի, որ կարողանա դիմանալ դրանց։ Աստված հավատարիմ է, որ երբ որ անգամ մեր կյանքի մեջ ինչ-որ դժվարություններ գալիս են, նա այդ հավատարմությամբ կանգնում այդ դժվարությունների մեջ և մեզ օգնությունը ելքն էլ տալիս է դրանից դուրս գալու։ Մեր այդ նեղությունները հաղթահարելու։ Դանիելի գրքի մեջ տեսնում ենք 3 անձնավորություն, ովքեր կանգնած էին թագավորի առաջ և թագավորից հրաման կար, որ երբ որ ձայնը հնչի փողերի, պետք է բոլորը խոնարհվեն և այն կուռքերը, որ թագավորն էր կառուցել և այն արձանը, որ թագավորի արձանն էր, պիտի խոնարհվեին և երկրպագեին։ Եվ 3 անձնավորություն որոշում ունեին, բացի Աստծուց որևիցե բանի և որևիցե մեկի չերկրպագելու։ Եվ գիտեք, երբ որ նրանք չերկրպագեցին, թագավորը նրանց կանչեց, ասեց, դուք դա հասկանալով եք անում, թե ոչ։ Եթե դուք ձեր մեջ որոշում ունեք, կարող եք նորից մեկ անգամ էլ փորձել, ես նորից մեկ անգամ էլ այդ
փողերը հնչեցնել տան եւ այդ ժամանակ դուք խոնարհվեք, ոչինչ ես կներեմ, որ այն անգամ չխոնարհվեցիք։ Գիտեք, սատանայի նպատակն է սա, ինձ եւ քեզ եւ Աստծո զավակներին խոնարհեցնել այլ աստվածների առաջ։ Եվ նա մեզ տարբեր հնարավորություններ է տալիս, կարծես մեզ ադարժենի անում, լավություն անում։ Ոչինչ այն անգամ չարեցիր, ես նորից փող կհնչեցնեմ, նորից քո կյանքի մեջ այդ երաժշտությունը կմիացնեմ, դու նորից փորձիր խոնարհվել դրանց առաջ։ Բայց Դանիելի ընկերները հետեւյալ որոշումն ունեին. թագավոր քեզ հայտնի լինի, որ ոչ մի դեպքում մենք քո կանգնեցրած արձանների առաջ չենք խոնարհվելու։ Ինչի համար? Որովհետև ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք։ Կարող ես ասել, որին ես պաշտում եմ։ Կարող է ինձ ազատել կրակով բորբոքված հնոցից, քո ձեռքից ևս, ով թագավոր, նա կարող է ազատել։ Ամենամեծ սպառնալիքը, որ սատանան երբևիցե մարդկության առաջ բերում է, մահն է։ Մարդ այսօր ամեն ինչից առավել վախենում է մահից, որովհետև չգիտի երբ թակա լինի։ Դրա դեմ որևիցե մեկը չի կարող պայքարել։ Դրա դեմ միայն Աստծո ներկայությունն է եւ Աստծո մեջ լինելն է, որ տալիս է այն հույսը, որ հավիտենական կյանք։ Եթե մենք մեր մարդկային հասկացողությամբ դրան անդրադառնանք, վախը մեզ ինքնին կսպանի։ Բայց երբ որ մենք նայում ենք, որ մենք մարդ չունենք եւ մեր կյանքը այլևս պարփակված է, լրացված է Քրիստոսի կյանքի մեջ եւ այդ կյանքը հավիտենական է, մենք չենք վախենում, ամեն։ Եվ դրա համար Աստծո այդ ծառաները գիտեին, որ այդ ֆիզիկական մահը ոչինչ է նրանց դեմ, նրանց կյանքի մեջ, որևիցե բան չի կարող փոխել։ Այո, ֆիզիկապես նրանք գուցե այլևս չլինեին, բայց նրանք անմիջապես հավիտենական կյանքի մեջ այլևս Աստծո հետ պիտի լինեին։ Եվ նրանք չէին մեռնելու։ Դրա համար նրանք գիտեին հավատարիմ է այդ Աստվածը, որը նրանց հավիտենական կյանքը խոստացել է։ Եվ ասեցին, անգամ եթե այս պահին Աստված մեզ չօգնի այդ կրակներից ազատելու է, միևնույնն է մենք չենք խոնարհվելու առաջ։ Որովհետև գիտենք, որ Աստված մեզ հավիտենական կյանքի մեջ կպիտի տանի։ Անգամ եթե այս պահի ժամանակավոր խնդիրները մեզ ինչ-որ ձևով ճնշում են, սիրելիներ, հավատարիմ համարեցեք նրան, որ խոստացել է ազատի ձեզ այդ իրավիճակներից։ Եվ ձեր կյանքի մեջ կտեսնեք այդ ձեռքը։ Երբ որ նրանք դավանեցին եւ նրանց այդ դավանության համար գցեցին կրակի մեջ, ինչ կատարվեց։ Թագավորը նա որ հռչակում էր, որ ոչ մի Աստված չի կարող ձեզ իմ ձեռքից փրկել, նա տեսավ այդ Աստծուն, որը կարող էր այդ երեքին փրկել։ Եվ նա սարսափահար էր։ Ասեց, ես երեքին եմ գցել, ինչպես են նրանք 4-ը հիմա կրակի մեջ։ Գիտեք, երբ որ դու ընկնում ես կրակների մեջ, երբ որ սատանան քեզ գցում է կրակների մեջ, երբ որ դու ընկնում ես այդ դժվարությունների մեջ, դու այդտեղ մենակ չես։ Երբ որ սատանան տեսնում է, նա տեսնում է քեզ եւ քո Աստծուն քո կողքը կանգնած, եւ նա սարսափահար է։ Ուղղակի հավատարիմ համարիր Տիրոջը, որ նա կարող է քեզ այդ կրակից, այդ փոցերից, այդ դժվարություններից հանել։ Ամեն։ Եսայա մարգարեության մեջ, երբ որ կարդում ենք 43-րդ գլխի երկրորդ խոսքը ասում է, երբ որ ջրերի միջով անցնես։ Սա Աստծո խոստումն էր Իսրայել ազգին, Իսրայել ժողովրդին եւ հավատացյալ ժողովրդին ընդհանրապես։ Սա այսօր Աստծո խոսքն է քեզ, որ այստեղ նստած ես եւ դու որ լսում ես սա։ Սա Աստծո ուխտն է, նրա խոստումն է քեզ։ Հիմա երբ որ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ պիտի լինեմ։ Երբ որ անցնես գետերով, դրանք քեզ չպիտի ողողեն։ Երբ որ քայլես կրակի միջով, չես այրվելու եւ բոցը քեզ չի վառելու։ Ամեն։ Որովհետեւ քո Աստվածը Իսրայելի Սուրբը քո հետ է։ Նա քեզ հետ է եւ ոչ մի բան քեզ չի կապնելու։ Ամեն։ Եկեք կանգնենք Տիրոջ առաջ
եւ աղոթենք եւ խնդրենք, որ Տեր դու հավատարիմ ես եւ մեզ էլ հավատարիմ դարձրու քո հանդեպ։ Որովհետեւ Աստծո խոսքը մեզ շատ իրավիճակների մեջ հորդորում, Աստծո խոսքի գրվածքի մեջ շատ տեղերում տեսնում ենք, որ Աստված հավատարմությանը դրական արձագանք է տալիս։ Մատթեոսի ավետարանի մեջ, երբ որ կարդում ենք քանքարների առակը, տեսնում ենք երկու դեպքում Աստված հավանություն տվեց այն անձնավորություններին, ովքեր այդ քանքարները ճիշտ ձևով էին կիրառել։ Եվ նրանց հետևյալ դավանանք ասեց. բարի եւ հավատարիմ ծառա։ Սիրելիս, դու Աստծո որդի ես, դու Աստծո դուստր ես, եւ նրա էությունը կարողն ես։ Եվ այսօր քո կյանքի մեջ այդ հավատարմության էությունը թույլ տուր բարձրանա։ Դու էլ հավատարիմ գտնվես նրա պատվիրաններին, խոսքերին եւ նպատակներին ու կամքին։ Որպեսզի մեկ օր երբ որ կանգնես նրա առաջ, ստանաս այս դավանությունը եւ այս հռչակումը՝ բարի եւ հավատարիմ ծառա։